Գյումրու նախընտրական քարոզարշավի մթնոլորտը շարունակում է լարված մնալ։ Ահա որ վատ եմ, ահա որ հիասթափված, ահա որ վատ, ինչքան կարան մարդիկ այսքան ստոր լինեն, ինչքան անմակարդակ ուղակի քարացած եմ։ Ուղակի 58 թաղամասում շատ պատահական եկեղեցու մոտով անցնելիս տեսա, որ մեր Սարիկի հանդիպումն էր ու ցավոք լսեցի, թե իրենց ծրագրերը ներկայացնելու տեղը ոնց էին քարկոծում ու փնովում մյուս 8 թեկնածուներին։ Երբ ուզեցա ուղակի իրենց սխալները իրենց դեմ ասեի, նույն վայրկյանին որպես արդարացում ներկայացրեցին, որ ես ուղարկված եմ ինչ-որ մեկի կողմից։ Մի տարեցկին էլ բա ամոթ չես անում, Ռոբի ու Սերժի ժամանակ զոհված ծնողին այսքան փող կուդային, Նիկոլը լավ էլ փող կուդա, ինչի կբողոքվիս։ Արի ու այս դառը իրականության հետ ապրի։ Այսպիսի գրառում էր կատարել զոհվածին ծառայողի մայր Նաիրա Մարգարյանը։ Եվրոմեդիա 24-ը կապնվեց Նաիրա Մարգարյանի հետ։ Երեք ուղղակի պատահական էր այդ հանդիպումը, ես ուզում եի եկեղեցի գնալ, մոտեցա եկեղեցուն ու տեսա, որ Սարիկ Մինասյանի այդ քարոզարշավներ, հավաքներ, հանդիպումներ ու որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհետարկեց, ուղղակի ուզեցա մի պա լսել ինչի մասին են խոսում, իրանց ծրագիրը հետարկեց ու հենց գնացած չգնացած սկսեցին փնովել, կեղտեր շպրտել 8 մնացած թեկնածուների վրա։ Եվ ինձ մի հատ պապիկ էր արձագանքել իրանց ստերին այդ սխալների համար, իրանց այդ արտահայտությունների համար, իրանք նույն րոպեին ասեցին, որ պրովոկատոր է, իրանց ուղարկել են։ Հետո որ ես մոտեցա ու նույն բանը, ստից նկարներ են վերցրել, իրանց չգիտեմ ինչ եմ անում, ինձ ուղղորդել են, ինձ ուղարկել են։ Նշվում է ում կողմից է ուղարկված։ Դե մինչև իմ մոտենալը իրանք քննադատում էին նախկիններին, Ռոբին ու Սերժին։ Հիմա եթե իրանց բանով չեն գնում, որ մենք ռոբական ու կամ սերժական ենք, կամ մենք ուղղորդված ենք, մենք ունենք մեր սեփական խելքը, մենք ունենք մեր ցավը, այս ամեն ինչը ոչ թե մեզ ուղղորդում են, այլ ցավից է, այս ամեն ինչ արտահայտում են ցավից։ Ելնելով ենք արտահայտում, որ չենք հանդուրժում էլ նման ստերը։ Հանդիպումը ինչով վերջացավ, ինչ խոսակցությունով, միայն որակավորումներ տվեցին ձեզ եւ վերջ, թե այլ խոսակցություն է ծավալվել նաեւ։ Հետո մենք առանձին Սարիկ Մինասյանի հետ հանդիպմանը, էլի իրանք ընկան բարձրին բղավում, որ իմ ձայնս իրանց հասանել չներ, որովհետեւ իրանք չէին ուզում լսեին, ուղղակի ինձ էին հեռացնում, որովհետեւ իրանց հանգիստ այդ սուտը իրանք առաջ տանեին։ Ես ուզում եմ, որ հաղթի իսկական այն մարդը, որ կմտածի իրոք Գյումրու մասին, ոչ թե Աթոռի մասին,